Փաշինյան-Էրդողան հանդիպման նախատեսված ժամից 1 ժամ հետո է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը հայտնել, որ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում սկսվել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը։ Տարածվել է առայժմ միայն մեկ լուսանկար, որը ձեր էկրաններին է։ Առաջին անգամ է, որ Հայաստանի առաջին դեմքը Թուրքիա է մեկնում այդ երկրի նախագահի հրավերով առանց որևէ առիթի, միջազգային համաժողով, որևէ հանդիսություն նախատեսված չէ։ Փաշինյանը Թուրքիայում է եղել 2 տարի առաջ էլ, բայց այն ժամանակ առիթը Էրդողանի երթմնակալությունն էր։ Հայաստանի վարչապետի Թուրքիա թռիչքից ժամեր առաջ Ադրբեջանը նորից ագրեսիվացել է Սյունիքի ուղղությամբ։ Ներքին հանդիպներից մեկն է վնասվել ադրբեջանցիների կրակոցից։ Այս ճնշումը պատահական չեն համարում Փաշինյանի ընդդիմախոսները։ Չի բացառվում, որ հանդիպման արդյունքում ընդունվի հայ-թուրքական մի հայտարարություն հակահայկական բովանդակությամբ։ Պահանջների առյուծի բաժինը իհարկե ընդհանուր է լինելու Բաքվի և Անկարայի համար։ Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլին Մինվալազի հետ զրույցում ակնարկել է, թե մինչ Ռուսաստանը և Իրանը ներգրավված են պատերազմների մեջ, Էրդողանի միջնորդությամբ հնարավոր է հասնել Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Ըստ նրա, հենց այդ գաղափարն է այսօր Էրդողանը ներկայացնելու Փաշինյանին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս Ստամբուլում է, նա այսօր է մեկնել Թուրքիա, հայտնի չէ, արդյոք նա որևէ կերպ շփվելու է հայկական պատվիրակության անդամների հետ։ Հնարավոր է Թուրքիայում հստակեցվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման օրն ու վայրը, այսպիսի հարց են ԿՊԱ-ականներին ուղղել խորհրդարանական ճեպազրույցների ժամին։ Փաշինյանի թիմակիցները պնդում են, տեքստը համաձայնեցված է, ինչքան շուտ ստորագրվի փաստաթուղթը, այնքան շուտ կկայունանա իրավիճակը տարածաշրջանում։